հարությունը, Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ժողովուրդ ջան։ Այսօր մենք բոլորս ուրախանում ենք Տիրոջ տված հարությանով, որտեղ մենք բոլորս հարություն ենք առել մեռելներից, ժողովուրդ ջան։ Շատ անգամ ասում եմ, մարդը հնարավոր է տեսնում են, քելում են, բայց մարդիկ մեռած են, ժողովուրդ ջան։ Մահը շատ անգամ մարդիկ կարող է տեսնեն ֆիզիկական մահ։ Մահացավ, էր այդ մարդը գոյություն չունի, վերջը դագաղի մեջ է։ Մահը, բայց Աստծուց կդրվելն է, ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ, հավատքի մարդիկ, այն մարդիկ, ովքեր Աստծուն պաշտում են, սիրում են, շատ մարդիկ Տերը վերցնում այս երկրից, այս մարդիկ ստե աշկը փագում են, ընդեղ աշկեր իրանց բացում է, ժողովուրդ ջան։ Էլի նույն ինքն է։ Որտեղ շատ մարդիկ մտածում են, թե այդ հոգի մի հատ փոշու պես բան է, դիսենք այդ ինքը չի։ Բայց Աստված այսօր մեզ ամեն մեկից հասկացնում է, որ էլի նույն դու ես, եւ այդ ցավը նույն մարդն ազգում եւ ուրախություն նույն էլի դու ես զգում, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասո ժողովուրդ ջան։ Գոհանում ենք մեր Աստծուց իր արած բոլոր մեծագույն ողորմությունների համար, ժողովուրդ ջան, որ այսօր Աստված իր որդուն միակ տվեց իմ ու բոլոր աշխարհի համար եւ հոժարվեցավ, որ գար։ Տեր Հիսուսը գիտեր ինչ պիտի կատարվի իր հետ, ժողովուրդ ջան։ Նա գիտեր ընդե լավ բան չէր։ Նա գիտեր մարդկանց սրտերն էր տեսնում, մարդկանց չարություններն էր տեսնում, ժողովուրդ ջան։ Աստված տեսնում էր մարդկանց անհավատությունները դաժե։ Ամեն բան Տերը արդեն գիտեր, նա գիտեր ինչ պիտի կատարվի իր հետ երկրի վրա։ Բայց հոժարվեցավ իմ ու քո համար, բոլոր մարդկության համար, ժողովուրդ ջան։ Դա մենք տեսնում ենք աստվածային մեծագույն սերը բոլոր մարդկության հանդեպ, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ Տեր Հիսուսը ոչ թե մենակ ասեց, նաև Տեր Հիսուսը իր գործը ցույց տվավ բոլոր մարդկության համար, ժողովուրդ ջան։ Նա եկավ բոլորի փրկության համար, եկավ բոլոր մարդկանց փրկության համար։ Եվ այսօր Աստված ինչ է տվել մարդկանց հոժար կամք է տվել, սիրասո ժողովուրդ ջան։ Այսօր պիտի կանգ առնենք Տիրոջ խոսքի վրա, որ այսօր քեզ ոչ մի բան չի կրա խանգարի, եթե դու քո սիրտը բացես, քո ներսը տաս Աստծուն։ Ոչ մի բանից քեզնից կախված չի, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը ինչ է ուզում, այսօր ուզում է, որ մարդիկ յուրահատուկ կապ ունեն Աստծո հետ եւ իրանց սրտերը փնտրի Տիրոջը, եւ դու կարողանաս Աստծո հետ մեգանաս Տիրոջ երեսը փնտրելու քո ամեն խնդիրների եւ դժվարությունների մեջ, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորդ էլ օրհնի, սիրասո ժողովուրդ ջան, Տերը օգնի, որ մենք ինչ անենք։ Մենք այսօր բերած Տիրոջ բարի լուրով, իր ողորմությամբ, իր տված հարությունով, մենք այսօր ամեն մեկս հարություն ենք առել մեր մեղքերից, մեր մեռած վիճակներից, ժողովուրդ ջան։ Դա համար գոհանում ենք մեր Աստծուց, սիրասո ժողովուրդ ջան, որ այսօր Տեր ինչ է ուզում։ Այսօր ուզում է, որ մենք տեսնենք մեր Տիրոջը, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք աղոթում ենք մեր օքսերի համար, լացում ենք, ողբում ենք, սիրելի ժողովուրդ ջան, ես էլ, դուք էլ, մենք բոլորս էլ մարդ ենք։ Այդ եմ ասում, այսօր կարա շատերս մեկս մյուսի խնդիրները չտեսնենք։ Այն որ դու ես տեսնում քոնը, եւ դու գիտես քո խնդրը, քո ցավը դու գիտես, որոնք կարող է շատ մարդիկ չեն իմանում։ Այն որ դու անցնում ես, եւ այսօր մենք մեր կյանքի մեջ ամեն մեկս տեսնում ենք, որ այո, Տերը տեղյակ է, եւ Աստծո ընտասկը մեր բոլորի կյանքի մեջ, որ դու յուրահատուկ ունենաս կապ Աստծո հետ, խնդրես Տիրոջ երեսը ու փնտրես իրան, ժողովուրդ ջան։ Դա համար օրհնյալը մեր Տիրոջ հարությունը, օրհնյալը, որ ամբողջ աշխարհը տոնում է, ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, մուսուլման կին կա, որ այդ աշխատանքա տարվում, այսօր ինքն էլ շնորհավոր է ինձ նույնպես զատկի պաշտամունքի համար, ժողովուրդ ջան, Տիրոջ հարության համար։ Մենք այսօր տեսնում ենք, որ Աստված բոլոր ազգերից բերում է դեպի ապաշխարության, ժողովուրդ ջան, բոլոր ազգերից։ Ալնամա մարդկանց հետ որ խոսում ենք, ասում ենք ժողովուրդ ջան, հո Հիսուսը ինքը իր ամբողջ ժողովուրդը, մենակ եվրեներն էին, մենք իր ժողովուրդը չենք եղել, մենք բոլորս եղել ենք հեթանոս, մուզբեկ եղնի, տաջիկ, ինչ ազգ ուզում ես եղել, մենք բոլոր եղել ենք հեթանոսներ։ Ասում եմ, Տեր Հիսուսը եկել էր իր ժողովուրդը մենակ ինքն էր, բայց Աստված իր ժողովուրդը որ չընդունեց, Աստված բոլորիս արեց բոլոր ողորմություն։ Որ այսօր բոլոր մարդիկ ճանաչեն Քրիստոսին, որովհետև առանց Հիսուսի
ոչ մեկին փրկություն չկա շնորհը։ Ինչ ազգում ես եղի, ով ուզում ես եղի։ Եթե Քրիստոս չունեցար քո կյանքի մեջ, դու չունեցար այդ փրկության կյանքը, այդ բերած Տերոջ ողորմություն, այդ հարության կյանքը քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, ով ուզում ենք լինենք, մենք փրկություն չունենք, որտեղ փրկությունը միայն Տեր Հիսուսով է, միայն իր բերած ողորմությունը, ժողովուրդ ջան։ Տամար մի քանի խոսք Տիրոջ խոսքից կկարտանք, սիրասո ժողովուրդ ջան, Տեր օրհնի բոլորի դեր։ Հովան Ավետարան 20-րդ գլխի առաջի խոսքից կկարտանք, Հովան Ավետարան 20-րդ գլուխ առաջի խոսքից։ Մեկշաբթի օրը Մարիամ Մագդաղենացին արտուն դեռ չլուսացած գերեզման կերտային ու կտեսնեն, որ քարը գերեզմանի դռնեն վերջ ծված է, ժողովուրդ ջան։ Ասում առավոտ կանուխ գնում էին Տիրոջ մարմին օծելու, ժողովուրդ ջան։ Միակ մի ավետանի մեջ է տալուն, ժողովուրդ, հեսա կարտան Մարկոս ավետանի մեջ, այս մի տեղն է նշում մենակ այս խոսքը, ինքան օրհնյալ է Տիրոջ, երբ որ Տերը բացում է մեզ իր խոսքն ու ճշմարտությունը, սիրասո ժողովուրդ ջան։ Սա Մարկոս ավետարան 16-րդ գլխի առաջի խոսքից մինչև 4 խոսքը կարտանք, ժողովուրդ ջան։ Մարկոս ավետարան 16-րդ գլխի առաջինից 4-րդ խոսքը կարտանք։ Միակ տեղն է, որ Տերը նշում է 4 ավետանի մեջ կա գրած, ժողովուրդ ջան, բայց այս մի տեղը, որ հիմա կարտանք ուշադիր կլինենք Տիրոջ խոսքից, որտեղ Տիրոջ խոսքը շատ կարևոր է իմ ու քո կյանքի մեջ, որպես ինձ ու քեզ բժշկի, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է բոլորիս բերա իր հայրական բժշկությունն ու ողորմությունները, որպեսզի մենք այսօր կարողանանք բժշկվել Տիրոջ ձեռքերի մեջ, ժողովուրդ ջան։ Հիմի Աստված իր ամեն ողորմությունը արած, իր ձեռքը պարզած, բոլորիս ուզում է այսօր օգնի, որպեսզի բոլոր մարդիկ կապ ունենան Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Տամատո Տիրոջ անունը փառավորվի, սիրասո ժողովուրդ ջան։ Կարտանք Մարկոս ավետարանի 16-ի առաջի խոսքս, ասում է, եւ շաբաթ անց Մարիամ Մագդաղենացին եւ Հակոբոսի մայր Մարիամը եւ Սողոմեն խունկեր ծախու առին, որպեսզի երթան օծեն զանիկա։ Նույն խոսքը գրում է Մարկոս ավետարանի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ երբ որ կարդում ենք երկրորդ խոսքերից, ժողովուրդ ջան, ասում է մեկ շաբթի արտուն շատ կանուխ։ Մեկ շաբթի, երկրորդ խոսքն է, մեկ շաբթի արտուն շատ կանուխ, երբ արևը կծագեր, գացին գերեզման ու իրարու կսեն, քարը ով պիտի գլորե մեզի գերեզմանի դռնեն։ Միակ ավետանի մեջ է, որ այս խոսքը տալում է, ժողովուրդ ջան, կրակ դուք էլ կարտակ, տեսնեք, միակ ավետանի մեջ, Մարկոսի մեջ է տալում, ասում է, երբ որ իրան գնում են եւ իրանց մեջ խոսում են, խոստակցում են, ասում են այդ քարը ով պիտի գլորի մեզնից, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք նայում ենք սա մեր բոլորի կյանքի մեջ, ըլնում է քո ներսի պրոբլեմը, միգուցե դու էլ ես նայում, ասում ես, այս քարը իմ մեջից ով պիտի գլորի։ Իմ եղած դժվարությունները, պրոբլեմները ով պիտի ես ինձանից վերցնի, սիրելի ժողովուրդ ջան։ Միակ ավետա, երբ որ Տերը ուշադրություն դարձրեց այս խոսքի վրա, երբ որ մենք տեսնում ենք, ժողովուրդ ջան, այս կանայք գնում են եւ իրանք գիտեն, որ քարը փակված էր։ Եվ նրանք մտածում են իրանց մեջից, ով պիտի այդ քարը գլորեր, սիրելի ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք Աստծո սերը, ողորմությունը բոլորիս կյանքի մեջ։ Այո, այսօր մենք բոլորը շատ անգամ մեր եղած պրոբլեմների մեջ, դժվարությունների մեջ, մենք էլ ենք շատ անգամ մտածում, ժողովուրդ ջան։ Մենք բոլորս էլ մարդ ենք։ Շատ անգամ մենք էլ ենք մտածում, այս իմ պրոբլեմները, դժվարությունները շատ մեծ է։ Այս քարը շատ մեծ է։ Ով պիտի գլորի մեզանից հեռացնի այս մեր եղած դժվարությունները, պրոբլեմները, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մարդու կյանքի մեջ ամեն դժվարությունները կա, սիրելի ժողովուրդ ջան։ Եվ այսօր ամեն մեկս մեր կյանքի մեջ մենք էլ ենք սկսում Տիրոջ աղոթքանել եւ խնդրել, եւ շատ անգամ մենք էլ ենք հարց տանում, ժողովուրդ ջան, մեր եղած կյանքի մեջ։ Տամարտո Տիրոջ անունը փառավորվի, սիրասոր ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք Աստծո սերը, ողորմությունը մեր բոլորի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ այսօր ինչ է կատարվում մարդու կյանքի մեջ։
Այսօր նույնպես մենք էլ ենք տեսնում մեր կյանքի մեջ օրը։ Դամար իրանք իրանց մեջ որոշում էին թե այս քարը ով պիտի կլորի։ Երբ որ դու մտածում ես քո ընտասկի վրա, երբ որ դու ուզում ես սիրի ժողովուրդ ջան, երբ որ դու տեսնում ես այդ քարը մեծ է քո կյանքի մեջ, այդ դժվարությունը, խնդիրները շատ մեծ է, եւ դու էլ ես այսօր մտածում, ով պիտի սա ինձանից հեռացնի։ Ձեր ժողովուրդ ջան։ Դամար թող Տիրոջ անունը փառավորվի, ժողովուրդ ջան։ Քարը ով պիտի գլորե մեզի գերեզմանի դռնեն։ Ու նայեցան տեսան, որ քարը գլորված էր։ Ամեն Հիսուս։ Ասում նային տեսան, որ արդեն քարը գլորված է քո կյանքի մեջից, սիրելի ժողովուրդ ջան։ Երբ որ դու մտածում ես, հոգ ես անում, լացում ես Տիրոջ, աղաղակում ես այդ քարի համար, այդ քո եղած խնդրեմ դժում, մեկ է դու տեսնում ես, որ Տեր արդեն դա հեռացրել է քո կյանքից։ Ժողովուրդ ջան։ Միակ ավետարանի մեջ է, որ Մարկոսը նշում է այս խոսքը, որ երբ որ իրանք գնում եւ մտածում են, ով պիտի այս քարը գլորի։ Եվ մենք տեսանք Աստծո ողորմությունը իրանց կյանքի մեջ, նրանք տեսան, որ այդ քարը գլորված էր, ժողովուրդ ջան։ Դամար թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ Տիրոջ ողորմությունը այս մարդկանց կյանքի մեջ։ Եվ մենք այսօր տեսնում ենք մեր ամեն մեկից կյանքի մեջ, սիրասո ժողովուրդ ջան։ Այն որ դու մտահոգվում ես, այն որ դու ուզում ես, Տերը դա արդեն անում է իմ քո կյանքի մեջ։ Այսօր շատ անգամ մենք հրաշքներ ենք տեսնում եւ լսում ենք, ժողովուրդ ջան, չէ՞, որ մարդիկ ասում են արդեն աղոթները լսվել է եւ Աստված ողորմություն արել, ժողովուրդ ջան։ Դամար թող Տիրոջ անունը փառավորվի, ժողովուրդ ջան։ Ես նույնիսկ Մատթեոսի Հովան Ավետարան 20-ից դալշ կարտանք երկրորդ խոսքերից։ Ես էդի բերեցի Հովանում 20-ի առաջի խոսքը եւ Մարկոսի 16-ից մինչեւ 4 խոսքը։ Ստեղ տալու մեկ շաբթի օրը Մարիամ Մագդալինացին արտուն դեր չլուսացար գերեզման կերտային ու տեսան, որ քարը գերեզմանի դռնեն վերցված էր։ Իսկ Մարկոսի մեջ ասում է, երբ որ իրանք գնում են եւ իրանց մեջ սկսում են հարց տային, այս քարը, այս խնդրեմը ով պիտի վերցնի իմ կյանքից։ Որտեւ շատ անգամ վերջը քույրիկ ենք, եղբայրներ ենք, վերջը կազմ, վերջ իրար հետ աղոթք ենք անում, վերջը լսում ենք, չէ, շատ անգամ կարա դու հարց տաս, եղբայր ջան, այս խնդրեմ իմ կյանքից եւ պիտի վերանա։ Այս դժվարություն իմ կյանքից եւ պիտի վերանա, ժողովուրդ ջան։ Եվ մեկ է տեսնում ես, երբ որ դու ուզում ես, աղաղակում ես եւ դու քայլ ես անում դեպի Աստված, եւ դու տեսնում ես, որ Աստված դա արդեն վերցրել է քո կյանքից, ժողովուրդ ջան։ Եվ երբ որ կարդում ենք երկրորդ խոսքից մի քանի խոսք կարդանք, ժողովուրդ ջան, Հովան Ավետարան 20-ից, սմանմիջապես վազի կերտային Սիմոն Պետրոսին կսեն։ Կերտան ու տեսնեն, որ քարը գերեզմանեն դռնեն վերցված է, անմիջապես կվազեն կերտան Սիմոն Պետրոսին մյուս աշակերտին, որ Հիսուսը կսիրեր ու կսեն անոս, Տերը գերեզմանեն վերցուցին։ Ու չեն գիտեր, թե ուր դրին զանիկա, ժողովուրդ ջան։ Ասում է, երբ որ իրանք տեսան, որ Տեր Հիսուսը այնտեղ չէր, ասում է, իրանք վազին գնացին արդեն Պետրոսին ասին եւ Հովհաննեսին, որ ասում է, իրանք սիրել, դա Հովհաննեսն է, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսանք, որ ինչ արեցին, իրանք գնացին աշակերտներին ասեցին, ժողովուրդ ջան, բայց երբ որ մենք նայում ենք բոլոր ավետարանի խոսքերը, Տեր Հիսուս արդեն ասել էր։ Տեր Հիսուս ասել է, որ ես պետք է երրորդ օրը հարություն առնեմ։ Սա նորություն չէր, չէ՞ մարդկանց համար, Տերը արդեն ասել էր, ժողովուրդ ջան։ Այսօր մեր կյանքի մեջ Տերը այսօր շատ բաներ է ասել, երբ որ մենք կարդում ենք ավետարան եւ մենք տեսնում ենք շատ բաներ ասած Տերը։ Ասել է, որ պատերազմներ դիլենի, երկրաշարժներ, մանրատարաժամներ, չեսենք, սա ոչ տեսենք, մեզի եսի ինչ ասենք, եսի ոնց եղավ, չի ինչ եղավ։ Եվ մենք տեսնում ենք, որ ավետարանի մեջ արդեն գրված է, ժողովուրդ ջան։ Նույնպես Տեր Հիսուսը գրել է նաեւ իր համար գրել, թե ինքը պիտի գա մի օր, բայց օրը չի նշած, ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար, երբ որ գնացին Պետրոսին եւ Հովհաննեսին, ասում են աշակերտը, որ Հիսուս շատ կսիրեր եւ ասին Տերը վերցրել են, ժողովուրդ ջան։ Դրանք մտածին, որ երևի գերեզմանից ինչ-որ մեկը վերցրել էր Տեր Հիսուսին, թե ուր էին, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր Աստված ինչ ասում իմ ու բոլոր քո կյանքի մեջ, որ այսօր մենք նայում ենք մեր հավատքը ավետարանով, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք նայենք Մարկոսի մեջ, երբ որ նրանք մտածում են, այս քարը ով դի վերցնա մեր ճանապարհի այդ
գերեզմանի դռնից, չէ։ Այսինքն մենք տեսանք, որ այո, այս կանայք, որ գնում են, պրոբլեմն քար կար այնտեղ Ժողովրդյան։ Մինչև այդ քարը չգլորվեր, իրանք չեն կրան ներս մտնել։ Այդ քարը շատ մեծ էր Ժողովրդյան։ Հետարքիր էս կանանց հավատքը, ես չեսենք, իրանք գետում, իրանք գիտեն, որտեղ քար է դրած, չէ՞, կան մեծ քար ասենք, թե ո՞վ պետք է գլորեր, չէ՞ ասենք։ Հետարքիր է իրանց կողմը քայլն էր գնալու Ժողովրդյան։ Ցանկություն կար։ Եվ մենք տեսանք, որ մինչև իրանց գնալ արդեն այդ քարը արդեն գլորած տեսան Ժողովրդյան։ Դամա շատ անգամ երբ որ քո խնդիրներին դու նայում ես քո դժվարությունը եւ դու ես մտածում, այս քարը իմ կյանքից ոնց պետք է վերացվի։ Այս խնդրումը դժվարությունը։ Եվ մեկ է տեսնում ես Տերը քո կյանքից սրանք հեռացնում է Ժողովրդյան։ Եվ մենք տեսնում ենք գնացին եւ ինչ ասին Պետրոսին եւ այն աշակերտին, որը Հիսուս կսիրեր Ժողովրդյան։ Ասма ուստի ելան երրորդ խոսքը, ուստի ելան Պետրոս եւ մյուս աշակերտը ու դեպի գերեզման գացին։ Երկուքն ալ մեկտեղ կվազեն եւ մյուս աշակերտը Պետրոսեն ավելի շուտ վազելով անկի առաջ գերեզման հասավ։ Եվ ծռելով նայեցավ ու տեսավ, որ կտավները հոն կկենային, բայց ինքը ներս չմտավ։ Սիմոն Պետրոս ալ հասավ, որ անոր ետևեն գուկար ու գերեզման մտավ ու տեսավ կտավները, որոնք հոն կկենային, ու վարշամակը, որ անոր գլուխն էր, մյուս կտավներու հետ չէր, ապա ծալված մեկ կողմ դրված էր Ժողովրդյան։ Այն ատեն ներս մտավ մյուս աշակերտը, որ առաջ գերեզմանեն եկեր էր, տեսավ ու հավատաց, վասնզի դեր գրված չէին, գիտեր թե պետք է որ անիկա մեռելներեն հարություն առնե։ Ետքը աշակերտները նորեն իրենց տունը գնացին Ժողովրդյան։ Ուզում եմ կանգնենք մի կարևոր տեղի վրա Ժողովրդյան։ Մենք տեսանք, որ եկավ այս աշակերտները տեսային, որ Տերուսուն դե չէր, եւ ասում է ամեն մեկը իրենց տունը գնացին։ Ձեր Ժողովրդյան։ Տերը օգնի ինձ ու քեզ եւ բոլորի սիրասու Ժողովրդյան։ Այսինքն Աստված ինչ էր ասում, եթե չկար, բա ման պիտի գաս։ Եթե քո կյանքի մեջ մի բանը պակասը, մի բանը չկա, այսինքն դու հանգիստ չես մնում, դու քո տունը չես գնում, դու պետք է սկսում ես փնտրես Տիրոջը Ժողովրդյան։ Դու փնտրում ես մինչև գտնես Աստծուց եւ խաղաղություն, եւ ողորմություն, եւ գտություն։ Որտեղ դու տեսար, որ Տերը ընդ չի, բա ուր է գնաց է Տերը, չէ՞։ Բա որտեղ է։ Այսօր քո կյանքի մեջ կա շատ խնդիրներ, դժվարություններ, դու տեսնում ես, աղաղում ես Տիրոջը Ժողովրդյան։ Աստված ուզում է, որ դու չդադարես քո աղոթներից, չդադարես քո խնդրվածքը առ Աստված Ժողովրդյան։ Եվ մենք երբ որ կարդում ենք 11 խոսքը Ժողովրդյան, ել եմ ասում, երբ որ դու աղոթում ես, խնդրում ես, դա կապ չունի դու ով ես։ Փոքր ես, մեծ ես, իշխանավոր ես կամ թե հասարակ մարդ ես, Տիրոջ փնտրողները կապ չունի թե ինչ տեսակի մարդ ես դու, որ ազգից ես Ժողովրդյան։ Ինչ վիճակ ունես։ Աստված նայում է մարդկանց սրտերը եւ տեսնում է այն սրտերը, որոնք գիշեր ու ցերեկ աղաղում են Տիրոջը, որոնք փնտրում են, մինչև Տիրոջից ողորմություն ստանան, մինչև Տիրոջից գտություն կա իրանց կյանքի մեջ Ժողովրդյան։ Մենք տեսանք, որ իրանք թողեցին ու գնացին իրանց տները Ժողովրդյան։ Բայց մենք տեսնում ենք Տեր ասում է, ով որ փնտրում է, նա պիտի գտնի Ժողովրդյան։ Այսինքն մենք այսօր տեսնում ենք, այո, երբ որ մեր կյանքի մեջ նույնպես շատ բաներ ա գալիս, շատ խնդիրներ, դժվարություններ, չէ, ոմանք հիվանդություն կա, Ժողովրդյան, ոմանք ներսի պատերազմ կա, Ժողովրդյան։ Ներսի պատերազմը ամենադժվար բանը, երբ որ դու պատերազմում ես քեզի դեմ, ոչ թե մյուսի դեմ, դու քեզի դեմ ես պատերազմում Ժողովրդյան։ Երբ որ դու տեսնում ես քո ներսի պատերազմը, որ դու ավելի ուժեղ ես Ժողովրդյան, ավելի ահավոր է, Տերը ուզում է, որ դու պատերազմես, որ դու աղոթես, չթողես գնաս քո տունը, չթողես այդ քո աղոթքը հեռանաս նույնիսկ Ժողովրդյան։ Դու պետք է փնտրես, դու պետք է աղաղես, մինչև դրա պատասխանը դու առնես Տիրոջի Ժողովրդյան։ Աստված երբեք չի օգնում, նրա այնտեղ գիշեր ցերեկ չկա, թե որ ժամին դու աղոթես։
որ ժամին տիրոջ դուռը կթակես։ Ժողովուրդ ջան, կարող է այսօր շատ մարդիկ ձանձրանան քո խնդրվածքից, այ մարդ էլի նույն հոգսն ես ասում, չէ, էլի նույն բանն ես ասում, բայց Աստծո մոտ դա չկա, ժողովուրդ ջան, Աստված ուզում է լսա իր երեխեքի աղոթքը, ձեր ժողովուրդ ջան։ Եվ դա համար ինչ ասում Աստված, ժողովուրդ ջան, շատ կարևոր տեղ, այս կարտամ, անհատական Տիրոջ երեսը փնտրել է քո կյանքի մեջ։ Մենք տեսանք, որ իրանք առաքյալներ էին, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, Աստծուն փնտրել եմ ասում, կապ չունի, պիտի առաքյալ կլնես, ով կլնես, դու սպասավոր կլնես, Աստծուն փնտրել դրան կապ չունեն, ժողովուրդ ջան, քո կյանքի մեջ եւ իմ կյանքի մեջ։ Միակ ողորմությունն է, որ Աստված արտարություն է դրել, արտարություն կա, ժողովուրդ ջան, արտարություն կա բոլոր մարդկանց համար, ովքեր ուզում են փնտրեն Տիրոջը, ովքեր աղաղում են, ովքեր տեսնում են, որ այդ քարը շատ մեծ է իր կյանքի մեջ, այդ խնդրեմը շատ մեծ է իր կյանքի մեջ, կամ իրան տասկի մեջ, թե տարբեր տեղեր ենք, վերջը մենք աշխատում ենք, վերջը ընտանիքա, տունա, վերջը գործի տեղա, չես ենք։ Այսօր մարդիկ մենք բոլորս ապրում ենք այս կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք բոլոր մարդիկ, հավատքի մարդիկ, անցնում են մի ճանապարհ, ժողովուրդ ջան։ Համար մենք տեսանք, որ ինչ եղավ։ Պետրոսն ու այն աշակերտը, որ Տերը կսիրեր, իրանք տեսան, որ չկա, թողին գնացին իրանց տները։ Էցև էլ գրած է, ժողովուրդ ջան։ Մենք այն ինչ որ խոսում ենք, ավետարանից ենք խոսում, ժողովուրդ ջան, ավետարանը ինչ որ գրած է, մենք դա ենք խոսում։ Դա համար ավետարանը ճշմարտություն է, այսօր շատ կարևոր է, որ դու իմանում ես ավետարան եւ ապրում ես ավետարանի հոգով, ավետարանի ճշմարտությամբ, ժողովուրդ ջան։ Եվ երբ որ մենք կարդում ենք 11 խոսքը, ժողովուրդ ջան, ասում է, բայց Մայրամ գերեզմանի դուրսը կայներ էր ու լացում էր։ Ու երբ գուլար դեպի գերեզման ծռվեցավ նայելու։ Ժողովուրդ ջան, ասում է Մայրամը գերեզման մոտ կանգնած լացում էր։ Դա քրքիր է, Մայրամ, բա դու քիչ չգնացիր տուն, դե դու էլ էդ այրելի տուն։ Ինչն էր պատճառը, ժողովուրդ ջան։ Սա միակ բանն է, սա պաշտոնի բան չի, սա Աստծո փնտրման բան է, ժողովուրդ ջան, Աստծո հետ կապի է, որ դուրս ես գալում Աստծո հետ կապ, հաստատություն, փնտրելու, աղաղակելու, ժողովուրդ ջան։ Սա պաշտոն չի, սա Աստծուն աղաղակել է, սա Աստծուց ողորմություն գտնել է քո կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ ջան, երբ որ դու չես թողում այդ քո հոգսը կիսատ եւ եղած դժվարությունները եւ դու թողում գնում ես քո տունը, թողում ես այդ ամեն աղոթները, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսանք, ասում եմ, Մայրամ գերեզման դուրսը կայներ էր ու լացում էր, ժողովուրդ ջան։ Դեպի գերեզման ծռեցավ, նայելով տեսավ երկու հրեշտակներ, ճերմակ հանդերձներով, որ նստեր են, ուր Հիսուս մարմինը դրված էր։ Մեկը գլխու կողմը, ժողովուրդ ջան, մյուսը ոտքի կողմը։ Այսինքն մենք տեսանք Աստծո ողորմությունը եւ տեսավ Մայրամը երկու հրեշտակ։ Ոչ Պետրոսը տեսավ, ոչ էլ այն աշակերտը, որ թողին գնացին, ժողովուրդ ջան։ Բայց Մայրամը կանգնած լացում էր, ժողովուրդ ջան։ Համար այսօր շատ կարևոր է, որ ամեն մարդ իր կյանքի մեջ իր աղաղակը Աստծուն բարձրացնա եւ չդադարես քո աղոթները, ժողովուրդ ջան։ Սա ամենակարևոր հարցն է մեր բոլորի կյանքի մեջ։ 13 խոսքը անոնք իրենսին, ով կին, ինչու ես լացում, հարց է տալում քեզ, ինձ ու քեզ, ինչի ես լացում։ Այսինքն այն, որ այսօր մենք աղոթում ենք, Աստված լսում է մեր աղոթքը, սա էլ է հավատք։ Մենք այն անգամ խոսացինք, որ երևույթը ցույց է տալում դեռ ոչ մի բան փոխված չի։ Երևույթը ցույց է տալում, որ դեռ այդ քարը միգուցե տեղը դրված է դեռ քո կյանքի մեջ, այդպես ես տեսնում։ Բայց դու տեսնում ես, որ Տերը արդեն գլորել է ձեր ժողովուրդ ջան։ Ովքին ինչու գուլաս, ըսավ անոնց, անոր համար, որ իմ Տերս գերեզմանեն վերցուցին ու չեմ գիտեր
ուր դրին զանիկա։ Երբ ասիկ ասավ, ետին դարձավ ու տեսավ Հիսուս, որ կայներ էր ու չեր գիտեր, թե Հիսուսն էր, ժողովուրդ։ Մենք տեսանք Մայրամը փնտրում էր Տիրոջը, ասում էր ուր եք դրե, սեր ժողովուրդ։ Սա մի կաբա, սա մի հավատք է, որ իմ ու քո կյանքի մեջ սրանք կան։ Երբ որ դու չես դատարում քո աղոթներից, երբ որ դու չես դատարում քո խնդրվածքներից Տիրոջ առջև գալու եւ խնդրելու աղաղակելու Տիրոջը, ժողովուրդ։ Եվ մենք տեսանք, որ Մայրամ արդեն հանդիպավ Հիսուսին։ Դամար Տեր ասում է, ով որ փնտրի, պիտի գտնի։ Ով որ դուռը զագի, իր համար բացվի, ժողովուրդ։ Մենք տեսանք, որ Մայրամը մինչև վերջ մնաց լացում էր, փնտրում էր Տիրոջը, ժողովուրդ։ Փնտրում էր Տիրոջը, ուզում էր հասկանալ Տերը ուր ա դրվե, ուր ա Տերը, ժողովուրդ։ Հասկացանք, որ այսօր, այո, իրանք շատ անգամ, որ այս բանը բացված չէ իրանց, որ այսօր ամեն մեկս տեսնեն, ժողովուրդ, չէ, որ իրանց արդեն Տեր Հիսուս ասել էր, որ ինքը պետք է մանա եւ երրորդ օրը հարություն առնի, ժողովուրդ։ Եվ մենք տեսանք, ասում է Հիսուս անոր ասավ, ով կին, ինչու ես, ինչու գուլաս, ով կփնտրես։ Ասում ինքը կարծելով, թե անիկա պարտիսպան է, ասավ անոր, Տեր, եթե դու վերցուցիր զանիկա, ասե ինձի ուր դրիր զայն, որպեսզի ես զանիկա առնեմ, հալելույա, ժողովուրդ ջան, ասում է, ասա ուր ես դրե։ Մենք այսօր տեսնում ենք մարդկանց ջերմությունը դեպի Աստված, որ քո ներսի ջերմությունը կա Քրիստոսի վրա, սեր ժողովուրդ ջան, դու ես տեսնում եւ Տերն է տեսնում այդ քո ջերմությունը։ Եվ երբ որ մարդը մինչև վերջ փնտրում է Տիրոջ, ասում է մեկ է արդեն Տեր Հիսուսին է հանդիպավ ինքը, ժողովուրդ ջան, արդեն Տեր Հիսուսը քեզ արսասը։ Ինչ եղավ աղջիկս, ինչ եղավ տղաս, ինչ ես կան մտահոգված։ Սեր ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք բոլորիս կյանքի ընթացքի մեջ մեր այսօր բոլորս մենք մի բան ենք հասկանում, որ այս մեր ամեն խնդիրները, դժվարությունը մենակ Տերը կրա լուծի, մենակ նա կարանի, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք, որ ինչ ա պետք այսօր իմ ու քո կյանքի մեջ, աղաղել Տիրոջը եւ խնդրել Աստծուն, որպեսզի Աստծուց ողորմություն գա, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք Աստված քո եղած բոլոր խնդիրներից տեղյակ է։ Նա տեղյակ է իմ խնդիրներից եւ քո խնդիրներից եւ ամեն այն մարդկանց, ովքեր կլսեն Տիրոջ խոսքը, նաեւ իրանց խնդիրներից է տեղյակ, ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք նաեւ Տեր Հիսուս իրան հարց տվեց, չէ՞։ Տեսա, որ Մայրամը փնտրում է իրան, ժողովուրդ ջան։ Աստված տենում է հիմա քո ներսը, որ դու փնտրում ես Հիսուսին։ Ոչ մեկս հիմա քեզ չենք տեսնում։ Ոչ մեկը քո ներսի աղոթքը չի լսում։ Հիմա դե դու ինչ ես մտածում, ինչ ես աղոթում Տիրոջը հենց հիմա քո սրտի մեջ, եւ ամեն այն մարդիկ, ովքեր կլսեն Տիրոջ խոսքը, բայց Տեր արդեն գիտա։ Տերը տեսնում է, որ դու իրան ես փնտրում։ Տերը տեսնում է, որ դու մի բան ես հասկանում, եւ ես մի բան ենք հասկանում, որ այստեղա ելքը մենակ Տերը կրա։ Այդ քարը մենակ Տերն է գլորողը, ժողովուրդ ջան։ Եվ նա անում է իմ ու քո կյանքի մեջ։ Այն որ դու մտածում ես այսօր, այդ քո խնդրի դժվարության մեջ, Տեր արդեն անում է, ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ անունը փառավորվի, ժողովուրդ ջան, որտեղ Աստված ինքն է իր խոսքը տալու։ Ինձ գիտա իր համապատասխան խոսքերը, որ տալում է։ Նա տեսնում է բոլորի մարդկանց կարիքները, ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ անունը փառավորվի, ժողովուրդ ջան։ Ասում է, դու վերցիր զանիկա, ասե ինձի ուր դրիր զանիկա, վասնզի ես զանիկա առնեմ։ Հիսուս ավանոր, Մայրամ, Հիսուս հիմա քեզ էլ ասում, սիրելի քույրիկ, քույրի եղբայր ջան, եղբայրներ ջան, չէ՞։ Աստված նաև այսօր ինձ ու քեզ ասում, տղաս, աղջիկս, նա քեզանից հեռու չի։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Աստված ինձ ու քեզանից հեռու չի, երբ որ դու աղաղում ես Հիսուսին, նա քեզ մոտ է, նա քեզանից հեռու չի։ Դամարտո Տիրոջ անունը փառավորվի, սիրելի ժողովուրդ ջան, մենք ինչ տեսանք, եւ Հիսուս անոր Մայրամ անալ դարձավ ու եբրայերեն անորը սա Ռաբունի, որ վարտապետ ասել է։
Մենք տեսանք ետքը հավատքի մարդու փնտրման ետքը, վերջավորությունը, որ Մայրամը հանդիպավ Տիրոջը։ Տեր Հիսուս արդեն եկավ դեպի Մայրամին։ Նա տեսավ, որ Մայրամ իրան փնտրում է ժողովուրդը։ Նա այսօր տեսնում է նաև քո ներսը, որ դու ես իրան փնտրում։ Նա այսօր քեզ էլ է մոտիկանում։ Նա այսօր քո կյանքի մեջ իր գործը անում է, սիրելի ժողովուրդ։ Դամար թող Աստված օգնի ինձ ու քեզ, սիրելի ժողովուրդ։ Էլ եմ ասում, Աստծուն փնտրելը ոչ մի բանից քեզանից կախված չի։ Ոչ մի բան։ Ոչ պաշտոններից, ոչ եսի մինչերից, միակ արտարությունը, որ Տեր Հիսուս ունի, եւ իր արտարությունը բոլոր մարդկության համար է։ Բոլոր մարդկության համար, ժողովուրդ։ Աստված եթե տեսնում է, դու իրան փնտրում ես, իրան աղաղում ես, եւ դու մի բան ես հասկանում, որ քո խնդիրները մենակ Տերն է անում, եւ նա արդեն արել է քո կյանքի մեջ։ Նա անում է իմ ու կյանքի մեջ եւ արել է, ժողովուրդ։ Այդ քարը Տեր արդեն վերցրել է իմ ու քո կյանքի մեջ։ Եվ այսօր շատ անգամ մենք տեսնում ենք, որ մեր կյանքի մեջ անհավատություն կա, երբ որ մենք աղոթում ենք, եւ շատ անգամ մենք չենք էլ հավատում, ժողովուրդ։ Ինչ համար, որտեւ երևույթը ուրիշ բան է ցույց տալում, ձեր ժողովուրդ։ Հավատքը ուրիշ բան է ցույց տալում, երևույթը ուրիշ է ցույց տալում։ Եվ այդ համար թող Տեր ինձ ու քեզ էլ օգնի, սեր ժողովուրդ, որ այսօր մենք կարողանանք մեր աղոթները, մեր փնտրելը Տեր Հիսուսին չդադարենք։ Ինչ վիճակի մեջ որ դու կաս, ինչ նորություն կա քո կյանքի մեջ, ինչ խնդիրներ կա, ինչ դժվարություն կա քո կյանքի մեջ, դու հավատա, որ Տեր Հիսուսը քեզ կարա օգնի։ Ժողովուրդ, միայն նա կարա օգնի, ժողովուրդ։ Տամատո Տիրոջ անունը փառավորվի, սկանով կուզենանք վերջացնենք ձեր Աստծո ժողովուրդ։ Տերը օրհնի բոլորի դեր, Տերը ձեր բոլորի հոգսերը գիտա, կարիքները գիտա եւ ամեն խնդիրները գիտա։ Ձեր ժողովուրդ։ Եվ նա տեղյակ է, ել եմ ասում, Աստված ձեզ ամենաշատն է սիրում։ Այսօր Աստված ուզում է ինձ ու քեզ հասկացնա, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ես տեղյակ եմ այդ ամեն բանը, ժողովուրդ։ Տամարտո Տերը օրհնի, սիրելի ժողովուրդ, որ մենք կարողանանք Տիրոջ երեսը փնտրենք, Տիրոջ աղաղենք, որպեսզի գտնենք մեր Աստծուն։ Ես հավատում եմ, երբ որ մենք մեր եղածը անում ենք մեր պաշտոնը, որ Տերը դրել է մեր կյանքի մեջ, փնտրել, աղաղել, դուռը թակել Տիրոջը, Աստված իր գործ անում իմ ու քո կյանքի մեջ, ժողովուրդ։ Տամարտո Տերը օգնի մեզ բոլորի, սիրասո ժողովուրդ, որ Աստված ասում է, ես քո խնդիրները արդեն վերցրել եմ։ Այդ քարը, որ դու մտածում ես քո կյանքի մեջ, դա արդեն Տեր արել է, ժողովուրդ։ Եվ այսօր մենք էլ շատ անգամ, որ այն վաղ հիշում ենք մեր կյանքի տարիների մեջ, երբ որ մենք անհավատ ենք, շատ մարդիկ կարա մեր համար աղոթած լինեն։ Շատ մարդիկ երևույթը դեռ տեսնեն համար դες այս Արմենը եբ դիապա կամ մյուսը ով դիապա աշխարհ եբ դիապա չէ։ Եվ եկավ պարագան, Տերը բերեց մեզ փրկության։ Նա լսում է բոլորիս աղոթքը, ժողովուրդ։ Տամարտո Տիրոջ անունը փառավորվի, սկանով վերջացնենք, սիրասո ժողովուրդ։ Ամեն։